ոնց որ առաքումներս ստացի, ստացի ինչ որ մի բան եմ գուշակում։ Խոփեց քայցենա։ Ես կմեռնեմ։ Ժողովուրդը հələ նայեք, խնդրում եմ։ Տեսա մեր տղա, որ ինձ չհայոյեն, լավ կլինի։ Առաքումներս դա եկե, չգիտեմ քանի հատ եկե։ Էց եկելա։ Կեպա բանա։ Ča. Ne.在哪？不惊喜啊？你不惊喜？这放哪啊？啊，这个这个了，扎拉已经过去了。然后现在我把这些快递都拿到新房子里去。接下来，感觉我们新家又要有新的变化。咋了呢？不像你婆婆是吗？像是打扫卫生的。我穿的不好。我钥匙。你啥？忘了拿钥匙了，我还给你封，我说你记着给他封拿钥匙，我还给你封，我就怕这下去，我怕这下，我说你给他打着拿钥匙。走。拿。家里的女王回来了啊，满一大堆。啊！你现在根本感觉不到我多么开心呢，知道吗？多么激动呢！我现在很着急把都拆开。我也很好奇，你都买了些什么？这个先不说了，你直接看就行了。拿眼睛看，来。Ժողովուրդ ինչպես տեսնում եք իմ առաքումները, պատվերները վերջապես հասել են, հիմա սաղ կբացեմ ու կտեղավորեմ ու ձեզ անպայման ցույց կտամ։ Գնացինք, մենակ մի բան եմ ուզում ասեմ, ահա որ ձևի ուրախ եմ, ահա որ ձևի ոգևորված եմ ու ահա որ ձևի վրազ եմ։ 这是我们的次卧。 这个是我们的榻榻米房间，这是我们的主卧。这啥呢？这是我的。你的妈妈。 Սիրելի ընկերներ ջան, այս անգամ հիմնականում պատվիրել եմ անկողնային պարագաներ։ Եթե նկատեցիք, ես շատ եմ ուրախացել ներքնակի համար, որովհետև Չինաստանում շատ քիչ են ներքնակ օգտագործում եւ մահճակալը չափազանց չոր է։ Իսկ ես սիրում եմ փափուկ մահճակալ։ Սա տղաների ննջարանն է, նրանց համար ընտրել եմ Սինդիանի բամբակյա ներքնակ։ 我买的牛油果。这啥？被套。乳套。要不要洗呢？应该有。你就先盖在上面就行。没有了吧？应该是。还可以，这个倒是也还可以盖。
我们的一样的。米拉的。对，是吗？今天我老婆这快递可算是拆美了啊！这最后一个。遇见。Սիրելի ընկերներ ջան, ինչպես տեսնում եք, ոչ միայն քայցեն, այլ նաև երեխաները արդեն ձեռքս գժվել են։ Ես մեղավոր չեմ, եթե նոր տուն, ապա ամեն ինչը նոր։ Մենք դեռ շարունակում ենք անկողնային պարագաները գնել։ 快点来哦！现在我这老婆在拍视频，给她的海外账号的朋友们、粉丝朋友们看一看。这是老婆网购买的枕头。现在自从学会了网购，这啥东西都在网上买。Սիրելի ընկերներ ջան, մեր նոր տան 3 ննջասենյակները արդեն պատրաստ են, որովհետև ես անկողնային պարագաները 3, 4, 5 օրվա մեջ բոլորը հասցրեցի գնել, ստանալ եւ տեղավորել։ Եկեք գնանք տեսնենք։ Սա տղաների ննջասենյակն է։ Մինչև ձմեռ հավանաբար տղաները այստեղ կքնեն, իհարկե կասկածում եմ, որովհետև երկուսն էլ դեռ սովորեն մեր հետ քնելուն, բայց դե ես իրենց համար արդեն պատրաստել եմ ննջասենյակը։ Այս Ադյալ կամ ծածկոց, հա, իրան շատ եմ հավանել, սենց նկարեմ, որպեսի երևա։ Իդեպ ինքը նոմանա շատ վերմակի ծրարի, իրա մեջ կարելի է նաև վերմակ դնել։ Այստեղ այս ադյալը, ոյ շատ լավն է, սենց նայում եմ, ուզում եմ անհապաղ տեղափոխվել։ Իդեպ ես նաև գնել եմ բարակ վերմակ, ամառվա համար մինչև ինձ թվում է հոկտեմբեր այս վերմակով կքնեն, հետո արդեն նոր հաստերը, որովհետև նա բավականին հաստ է ու ձմեռային է։ Սա մեր Միլայի ննջասենյակն է, այսպես, եթե նկատել եք, վարագույրները նույնպես ընտրել ենք բաց վարդագույնի մեջ, պատերը նույնպես, այսպես չի երևում, բայց եթե համեմատենք նայեք, առաստաղը լրիվ սպիտակ է, իսկ պատերը մի փոքր վարդագույն, շատ բաց։ Լույսը նույնպես վարդագույնի մեջ եւ այստեղ ուրեմն ադյալը ընտրել եմ տղաների ադյալից, իհարկե սա երկրորդ անգամ եմ գնել, մի անգամ գնել եմ շատ մուգ վարդագույներ, ինձ դուր չեկավ, հետ տվեցինք եւ այս մեկը շատ սիրուն է, ինքը շատ նուրբ գույն։ Այստեղ ունենք նաեւ այսպիսի տեղաշոր, սպիտակեղեն, շատ սիրուն է։ Միլայի համար եմ բարակ վերմակ գնել, որպեսի շոկ չլինի, դե Միլան պետքա որ մի 90%-ով առանձին կարողանա քնի, չնայած այս պահին դեռ մեր հետ է քնում, բայց իր հետ պետքա արդեն աշխատանքներ տանել։ Եվ վերջինը մեր ննջասենյակը, իրականում ասեմ ձեզ, որ այս ծածկոցը իմ գնումների մեջ ամենագնով ամենաբարձրն էր, 300 յուան, մոտավորապես 15,000 դրամ, բայց ես իրան շատ եմ հավանել, նաև գնել եմ այն պատուհանագոգի կտորը, որովհետև մեր պատուհանագոգին, այսպես նկարեմ, մեր պատուհանագոգին նայեք, ինքը այսպիսի քար է, շատ չոր ու բնականաբար սառը։ Մենք իրա վրա այսպիսի փափուկ ներքնակ ենք պատրաստել, որպեսզի ավելի փափուկ լինի։ Ընդհանրապես մենակ ներքնակն են դնում, որտեվ կտորն էլ էլի սիրուն կտոր է, բայց ինձ sense դուր չի գալիս, մանավանդ որ նայեք, համես հատվածը պետք է երևա, համես հատվածը։ Դրա մեջ դուր չի գալի, ես էլ այսպիսի կտոր եմ առել, որ դնենք այստեղ ու սիրուն լինի։ Նայեք։
Նենց այստեղ էլ մարդ կարա քնի։ Մի խոսքով, սա մեր ծածկոցն է, ինձ շատ է դուր գալիս, երևի գույների հետ էլ համապատասխանում արդեն չգիտեմ, շփոթվել եմ գույների մեջ։ Այս էլ մեր տեղաշորը կապույտի մեջ եմ ընտրել։ Այսպես, կլիչատնվի։ Սա իդեպ դրսում եմ առել, չեմ պատվիրել on-line։ Այսպես սիրելի ընկերներ, արդեն ննջասենյակները պատրաստ են ամբողջովին։ Այսօրվա համար այսքանը սիրելի ընկերներ ջան, ինչպես տեսակ ես շատ ոգևորված եմ։ Ինձ չճանաչողները կարող է այս վիդեոն նայեն ու մտածեն, որ ես խենթ եմ, բայց իրականում սա ոգևորվածության ու ուրախության աստիճանն է իմ, որովհետև ես երբեք չեմ ունեցել իմ սեփական տունը։ Մենք միշտ Երևանում ապրել ենք տնից տուն վարձով ու երբեք հնարավորություն չի եղել ես ինքս իմ ուզածով դասավորեմ, իմ ուզածով ամեն ինչը գնեմ, դնեմ, որովհետև դե բնականաբար ուրիշի տունն է, վարձով տուն է։ Ու այս տունն էլ մենք ընդհանրապես միտք չունենք գնելու։ Մենք ավելի շատ պլանավորել էինք Հայաստանում տուն գնել, բայց քանի որ այն ժամանակ Հայաստանում մեզ հիպոթեկով վարկ չտվեցին, որովհետև ես չունեի եկամուտները հաստատող որևէ փաստաթուղթ, իսկ Հայաստանի բանկերը հաշվի չառան իմ բանկային հաշվի ելք ու մուտքը։ Այդպես մենք վերադարձանք Չինաստան եւ փորձեցինք, այսպես ասած, այդ ժամանակ որ նոր էինք վերադարձել, տեսանք որ այս շենքերը նոր էին կառուցում, երբ որ կառուցելը ավարտեցին, նորակառույց շենքեր էին, մենք որոշեցինք ուղղակի նայել, այսպես ասած, ու երբ որ մենք նայեցինք, պայմաններին ծանոթացանք, մենք հասկացանք, որ մենք ի վիճակի ենք, կարող ենք գնել այս տունը, բայց մի օր Քայթյանին ասեցի ինչու ոչ, արի փորձենք։ Փորձեցինք ու ստացվեց, 2 տարի առաջ ենք գնել այս տունը ու 2 տարվա մեջ մենք հասցրեցինք վերանորոգել այն հիմքից, այսպես ասած, ամեն գույնը, ամեն մանրուքը, ամեն դետալը ես ընտրել եմ, ամեն մանրուքի, մանրամասնի դետալի վրա ես ծախսել եմ շատ երկար ժամանակ, ասենց սիրտ եմ դրել, հոգի եմ դրել, դե ֆինանսը չասեմ, որպեսզի ստանամ իմ ուզած տեսքը հիմիկվա, ես իսկապես շատ գոհ եմ, իմ ընտրությունից իսկապես շատ ուրախ եմ։ Այսքանը սիրելի ընկերներ ջան, լավ մնացեք, ցանկանում եմ, որ բոլորը ունենան իրենց տունը, իրենց սիրելի տունը։ Լավ մնացեք, հաջողություն։